Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվում է Վրաստանի վարչապետի և վրացական պատվիրակության այցը։ Այսօր Իրակլի Կոբախիձեին Աբու Դաբիի կայուն զարգացման շաբաթվա գագաթնաժողովում կլսեն առաջնորդների երկխոսության ձևաչափով։ Ելույթում հիմնական շեշտը դրվելու է էներգետիկայի կապակցվածության միջին միջանցքի և երթուղու զարգացման նպատակով Վրաստանում իրականացված նախագծերի վրա։ Այդ թվում նկատի է առնվում Անակլիայի խորջրյա նավահանգստի շինարարությունը։ Վրաստանի կառավարության ղեկավարը նաև կզրուցի մեր երկրի տարանցիկ և ներդրումային ներուժի մասին։ Տեղեկության համար նշենք, որ Աբու Դաբիում միջազգային հարթակում ներկայացված են պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև խոշոր ներդրումային ընկերություններ և գործարարներ։ Վրաստանի վարչապետը արդեն անցկացրել է քաղաքական և տնտեսական հանդիպումներ։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հայտարարությունը և այդ հարցի շուրջ Վրաստանի խորհրդարանի նախագահի արձագանքը քաղաքական դաշտում դարձել են գնահատականների թեմա։ Իշխող թիմը կիսում է Շալվա-Պապուաշվիլիի դիրքորոշումը և հայտարարում, որ Մոլդովան չի համապատասխանում Եվրամիության չափանիշներին, սակայն Բրյուսելի կողմից գնահատականը այնուամենայնիվ դրական է։ Իսկ իշխանության ընդդիմախոսները քննադատում են Պապուաշվիլիին և ասում, որ ռումինական և մոլդովական հասարակությունները էթնիկորեն և մշակութապես մեկ ժողովուրդ են և իրենց երկրների ճակատագիրը նրանք ժողովրդավարականորեն կորոշեն։ Հիշեցնենք, որ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել էր, որ կաջակցեր երկրի միավորմանը Ռումինիայի հետ։ Շալվա Պապուաշվիլին Մայա Սանդուի հայտարարությանը արձագանքել է սոցիալական ցանցում և նրան մեղադրել սեփական երկրի անկախության դեմ քվեարկելու մեջ։ Չեն դադարում գնահատականները Իրակլի Ղարիբաշվիլիի ձերբակալության շուրջ։ Ընդդիմության մեջ համարում են, որ նախկին վարչապետի ձերբակալությունը ոչ թե արդարադատության իրականացում է, այլ ներքին կլանային հակամարտության արդյունք։ Իսկ իշխող թիմում կրկին հայտարարում են, որ օրենքի առաջ բոլորը հավասար են և բոլոր օրինախախտները կստանան իրենց պատիժը։ Նրանց գնահատմամբ Ղարիբաշվիլիի կողմից հաշտության համաձայնագրի կնքումը և հետաքննության հետ համագործակցելը ճիշտ որոշում էր։ Հիշեցնենք, որ նախկին վարչապետին հաշտության համաձայնության արդյունքում սահմանվել է 5 տարվա ազատազրկում և նշանակվել 1 միլիոն լարի տուգանք։ Ղարիբաշվիլիին հետաքննությունը մեղադրում է ապօրինի եկամուտների օրինականացման մեջ, ինչը ուղեկցվել է հատկապես խոշոր չափերի եկամուտ ստանալով։ Իրանում իրավիճակը բարդանում է։ Մասշտաբային հակակառավարական ցույցերի ժամանակ զոհվածների թիվը զգալիորեն ավելի մեծ է, քան երկրի սահմաններից դուրս գտնվող ակտիվիստներն են հաղորդում։ Այդ մասին հայտնում է CBC News-ը հիմնվելով աղբյուրներին։ Լրատվամիջոցը գրում է, որ զոհերի թիվը առնվազն 12,000 է և հնարավոր է հասնի մինչև 20,000-ի։ Ճշմարտությունը պարզելը դժվարացնում են համացանցի չլինելը և հեռախոսազանգերի սահմանափակ հասանելիությունը։ Իրանում գտնվող մի աղբյուր, որը կարողացել է կապ հաստատել լրատվամիջոցների հետ, հայտնել է, որ ակտիվիստական խմբերը բժշկական ներկայացուցիչների կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա աշխատում են զոհվածների ամբողջական ցուցակը կազմելու վրա։ Նույն աղբյուրի միջոցով պարզվում է, որ անվտանգության ուժերը Թեհրանի մասշտաբով գնում են մասնավոր հիվանդանոցներ, սպառնում են նրանց անձնակազմին և պահանջում են ցույցերի ժամանակ վիրավորվածների անուններն ու հասցեները տրամադրել։ Դոնալդ Թրամփը դիմել է Իրանի բնակչությանը և ևս մեկ անգամ կոչ արել շարունակել բողոքի ակցիաները և զբաղեցնել պետական հաստատությունները։ Ինչպես նշել է նահանգների նախագահը, Իրանում զոհերի ճշգրիտ թիվը դեռևս անհայտ է, սակայն խոստացել է, որ մարդասպանները բարձր գին են վճարելու։ Նա նաև ասել է, որ մինչև ցուցարարների սպանությունները չդադարեցվեն, իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները չեղարկված են, իսկ Իրանի հետ գործարար հարաբերություններ ունեցող բոլոր անձանց նկատմամբ սահմանված են տարիֆներ։ Լրատվամիջոցներում տարածվում է տեղեկություն, որ Իրանում ընթացող բողոքի ակցիաները քննարկելու նպատակով Թրամփի հատուկ ներկայացուցիչը գաղտնի հանդիպում է ունեցել Իրանի նախկին շահի որդու հետ։ Ամերիկյան կողմի կողմից ռազմական կոնֆրոնտացիայի համար Իրանը պատրաստ է։